Բարև ձեզ, ռադիոլուրն այսօր հյուրընկալել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանին։ Բարև ձեզ, Տիկին Դավթյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Դավթյան, արդեն հրապարակվել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թիվը, ովքեր կարող են մասնակցել ընտրություններին 2,482,872 քաղաքացի այս պահին ընդգրկված ընտրացուցակներում։ Սրանք նախնական ցուցակներն են։ Երբ վերջնական ցուցակները կհրապարակվեն եւ ինչ է կատարվում այս պահին ձեր մասով։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար, այո, դուք հնչեցրիք նախնական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը, սա երկրորդ անգամ ենք մենք հրապարակում, առաջին անգամ թիվը հրապարակել ենք, երբ ուրեմն նշանակվեցին ընտրությունները եւ հաստատվեց ժամանակացույցը, եւ առաջին հրապարակման համեմատ այս թիվը հիմա մի փոքր ավելի պակաս է, եւ սա նորմալ է, սա էլ իր հերթին եթե համեմատենք մեր նախորդ համապետական ընտրությունների ընտրողների թվի հետ, ապա եւս պակաս է, մոտավորապես 100,000-ի տարբերություն կա, սա շատերի մոտ հարցեր առաջացրեց, որովհետև ըստ էության մեր հրապարակումներն այն մասին են, որ քաղաքացիների թիվը ավելանում է, ներհոսք ունենք Հայաստանի քաղաքացիների, չնայած սա իրականում կապ չունի, որտեղ էլ որ գտնվի Հայաստանի քաղաքացին, ընտրելու իրավունքը դրանից չի փոփոխվում։ Այդուհանդերձ նաև հաշվի առնելով Ղարաբաղից տեղահանված անձանց շարունակական տեմպերը քաղաքացիություն ստանալու, ես պարզաբանեմ ինչու է թիվը ավելի պակաս, որովհետև մեթոդաբանությունն է փոխվել, հաշվարկի փոխվել է 21 թվի ընտրական օրենսգրքի փոփոխությունների հիման վրա, որոնք ուժի մեջ մտան 22 հունվարի 1-ից եւ խոսքն այն մասին է, որ այժմ թվում մենք հաշվում ենք ոչ թե ընտրելու իրավունք ունեցողներին պարզապես, այլ ընտրելու իրավունք ունեցողներին եւ ցուցակներում ընդգրկվածներին, իսկ ցուցակներում ընդգրկվում են այն մարդիկ, ում անձնագրի ժամկետը եթե նույնիսկ լրացել է, ապա վավերականության ժամկետի լրանալը չի գերազանցել 6 ամիսը, իսկ մենք համեմատում ենք քվեարկության օրվա դրությամբ, այսինքն 26 թվականի հունիսի 7-ի դրությամբ, եթե ձեր անձնագիրը լրացել է, սակայն լրանալուց չի անցնելու հունիսի 7-ի դրությամբ 6 ամիսը, ապա դուք ցուցակներում եք եւ ձեր մասին տվյալները ընդգրկված են այս ցուցանիշի մեջ։ Իսկ 21 թվականին, երբ հրապարակում էինք ընտրողների թիվ, մենք առհասարակ չէինք նայում փաստաթղթի վավերականության ժամկետին, դա չափորոշիչ չէր եւ օբյեկտիվորեն թիվը ավելի մեծ էր։ Սակայն այստեղ եւս մեկ անգամ ընդգծեմ, որ ընտրելու իրավունք ունենալը այլ բան է, այլ կատեգորիա է եւ ընտրողների ցուցակում գտնվելը այլ կատեգորիա է։ Միաժամանակ հավաստիացնեմ, որ եթե անձը ունի ընտրելու իրավունք, այսինքն 18 տարին լրացած է եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա նույնիսկ ցուցակում չլինելու պայմաններում անձը կարողանալու է իրացնել իր ընտրելու իրավունքը, պարզապես պետք է ճիշտ հերթականությունը իմանա գործողությունների, որոնք կարծում եմ հիմա կմեկնաբանենք հերթով։ Երբ նախնական ցուցակները հրապարակեցիք եւ քաղաքացիներին հնարավորություն տրվեց հասկանալու իրենք ընդգրկված են թե ընդգրկված չեն, բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ բնակարանների վրա հաշվառված այլ անձին կան, կխնդրեմ պարզաբանել ինչպես է այդպես ստացվել եւ ինչպես մաքրել այդ ցուցակները։ Այո, նախնական ցուցակների հրապարակման իմաստը այս գործողության, այն էլ 40 օր առաջ քվեարկության օրվան նախորդող, հենց դա է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցակներին, ճշգրտումներ անելու, ստուգումներ իրականացնելու, իրենց վերաբերյալ, նաև երրորդ անձանց վերաբերյալ, այսինքն բոլոր այն ահազանգերը, որ մենք ստանում ենք երրորդ անձի վերաբերյալ, եւս պատշաճ ուսումնասիրվում են եւ անճշտություն հայտնաբերվելու պարագայում շտկումները իրականացվում են։ Խոսքը հետեւյալի մասին է, մեր հաշվառման ինստիտուտը միշտ էլ այս հարցերը առաջացնում է, իսկ նախընտրական ժամանակահատվածներում այս հարցերը ավելի զգայուն են եւ ավելի լայն տարածում են ստանում, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։ Ես ի սկզբանե նշեմ, որ հաշվառումը կապ չունի ընտրելու իրավունքի հետ, այսինքն այն տարածված մտայնությունը, որ հատուկ հաշվառումներ են խմբակային իրականացվում կամ հատուկ ընտրելու իրավունք գեներացնելու նպատակով գործողություններ են իրականացվում, հաշվառման նման գործողություններ, սա ապա տեղեկատվություն է, որովհետև ընտրելու իրավունքը, ինչպես նշեցի, երկու պարզ չափորոշիչից է, չափորոշչով է պայմանավորված, 18 տարին լրացած պետք է լինի անձը եւ անձը լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հաշվառումը տեխնիկական բնույթի պայման է, որով որոշվում է, թե որ ընտրատեղամասում պետք է տվյալ անձը ընտրի։ Եվ այն փոխելու հնարավորություն եւս կա։ Ավելին, եթե անձը ունի հաշվառում Հայաստանի Հանրապետությունը, միևնույնն է, կարող է դիմել եւ ընդգրկվել իրեն հարմար ընտրատեղամասում եւ ուրեմն հայտնվի ցուցակներում, կամ անձը հաշվառված է մարզում, սակայն այդ օրը գտնվելու է Երևանում, կարող է դիմել եւ փոխել ընտրատեղամասը եւ կրկին իրեն հարմար հասցեում իրացնել իր ընտրելու իրավունքը։
կյանքը, բայց ինչ վերաբերում է ինչու է իրավիճակն այնպեսին, որ հաճախ անձինք չեն ճանաչում իրենց սեփական հասցեով հաշվառվածներին, հետեւյալով է դա պայմանավորված։ Մենք ունենք երկու տեսակի հաշվառման ընթացակարգ։ Մեկը կոչվում է մշտական հիմունքներով, այն իրականացվում է տվյալ բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությամբ, մյուսը կոչվում է փաստացի հիմունքներով, այսինքն մենք պարզապես ֆիքսում ենք անձը որտեղ է բնակվում, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ բնակելի տարածքի սեփականատերը։ Իհարկե ոչ բոլորը ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքներ, եւ մենք պետք է որպես պետություն լուծենք նաեւ այդ հարցը եւ կարողանանք հաշվառում իրականացնել բոլոր այս կատեգորիայի անձանց համար եւ ընթացակարգը հետեւյալն է անձը դեկլարացնում է որտեղ է բնակվում եթե չկա սեփականատերը իր ուղեկցությամբ եթե չկա սեփականատիրոջ համաձայնությունը ապա իր հայտարարած հասցեով ոստիկանության ներկայացուցիչը ստուգում է իրականացնում եթե արձանագրություն է կազմում որ այո իսկապես անձը այդ հասցեով բնակվում է մենք հաշվառումն իրականացնում ենք եթե տվյալ տարածքի սեփականատերը չի ցանկանում որ իր հասցեով որևէ մեկը հաշվառվի նա կարող է այդ մասին մեզ մոտ դիմում թողնել եւ մենք երբեք որևէ մեկին չենք հաշվառի, բայց եթե այդ պայմաններում հայտնվում է որևէ անձ, որը այդուհանդերձ հայտարարում է, որ ինքը բնակվում է տվյալ հասցեում, մենք հաշվառումն իրականացնում ենք հետեւյալ կերպ, նշում ենք մարզը, համայնքը, վարչական շրջանը, ենթադրենք փողոցը, շենքը եւ չենք նշում բնակարանի համարը կամ եթե դա սեփական տուն է, ապա փողոցով սահմանափակվում ենք, կամ եթե հաշվառումը արդեն իրականացվել է, բավարար է, որ սեփականատերից որևէ մեկը դիմում ներկայացնի եւ հնարավորություն ունի ցանկացած հաշվառված անձի հաշվառումից հանելու այդուհանդերձ ինչու է ստացվում այնպես որ անծանոթ մարդիկ են հայտնվում հասցեներում որպես հաշվառված անձինք մենք հաշվառումը չենք փոխում երբեք Եթե չի լինում դրա վերաբերյալ դիմում, իրավունք չունենք, այդպես է ընթացակարգը։ Այսինքն բավարար է անձը մեկ անգամ հաշվառվի, եթե նոր դիմում չներկայացնի, նոր հաշվառման վերաբերյալ, նա մնալու է այդտեղ հաշվառված միշտ։ Եվ ցանկացած առողջախի պայմաններում պետք է ուղղակի նկատի ունենալ, որ տան հասցեում կարող են հաշվառված լինել նախկին սեփականատերերը կամ նախկին սեփականատերերի օրոք տվյալ հասցեում փաստացի հիմունքներով բնակված անձինք գումարած տվյալ անձանց անչափահաս զավակները եւս հաշվառվում են ծնողի հասցեով, սա արդեն ինքնաբերաբար է ստացվում, այսինքն այդպես է կարգավորումը եւ սա է միակ պատճառը, որ անձինք հայտնաբերում են այնպիսի հաշվառումներ, որոնց չեն տիրապետում։ Հարցը հեշտ լուծելի է, սրանով անդրակեղծիք չի գեներացվում, սրանով որևէ մեկի ընտրելու իրավունքը չի ծնվում կամ դադարեցվում, հակառակը լինում են իրավիճակներ, երբ անձը զարմանում է, ինչու չկա իր անունը ընտրացուցակներում եւ հայտնաբերում է, որ փաստորեն հաշվառում չունի, որովհետեւ տվյալ տարածքի սեփականատերը իրեն ուղղակի հանել է հաշվառումից, մենք իհարկե ծանուցում ենք, բայց այդ ծանուցումը միշտ չի որ պատշաճ տեղ է հասնում, եւ տվյալ պարագայում կամ պետք է հաշվառում ձեռք բերի կամ դիմի ընտրացուցակ ընդգրկվելու վերաբերյալ դիմումով։ Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացին գալիս է Հայաստան ընտրության օրը եւ չունի հաշվառման հասցե, այսինքն դրսում է հաշվառված, այս դեպքում ինչպես է նա իրացնելու իր ընտրական իրավունքը։ Ցանկալի է, որ մինչև ժամանումը նա դիմում գրի եւ ընդգրկվի որևէ տեղամասում, որևէ տեղամասի հասցեով, այդ դիմումի ձևերը բոլորը արդեն հաստատված են, հրապարակված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևեր են, բայց այդ դիմումները պետք է ներկայացվի լիազոր մարմին այն է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն, on-line տարբերակով։ Այո, դիմումներ ընդունում ենք նաեւ առցանց, պարզապես դրանք պետք է պատշաճ էլեկտրոնային ստորագրություն ունենան, հնարավոր է ներկայացնել նաեւ e-request.am հարթակի միջոցով, որտեղ քայլերի հերթականությունը մտածված է եւ հատուկ հարմարեցված է այս process-ը կազմակերպելու համար եւ երբ որ անձը արդեն կժամանի Հայաստան, նա ընդգրկված կլինի որևէ ցուցակում, այլապես ընտրությունների քվեարկության օրվա նախորդ 5 օրերի ընթացքում մենք լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներ եւս ընդունում ենք, բայց դա լինում է այն պայմաններում, երբ անձը պետք է ըստ իր հաշվառման լիներ ցուցակում եւ չկա, ինչ որ օրինակ տեխնիկական պատճառով, կամ դիմում է գրել, որ ընդգրկվի դիմումը չի մերժվել, բայց նա չկա ցուցակներում, կամ երրորդ իրավիճակ ունենք, որ փաստաթղթի ժամկետն է լրացած, որևէ փաստաթղթի, այսինքն եթե նույնիսկ անձնագրի ժամկետը լրացած է, բայց կա վավեր նույնականացման քարտ, ապա
այսպես թե այնպես անձը լինելու է ցուցակում։ Եթե այս երկու փաստաթղթերից որևէ մեկի ժամկետը լրացել է եւ այդ լրանալուց անցել է 6 ամիս, ապա լրացուցիչ ընտրացուցակներում հայտնվելու միջոցով անձը կարող է իրացնել իր քվեարկելու իրավունքը։ Եթե ոչ, ապա քվեարկության օրը եւս լրացուցիչ ընտրացուցակ գեներացվում է, կազմվում է ընտրական տեղական հանձնաժողովների կողմից, բայց այս ցուցակում արդեն ընդգրկվելու համար կամ անձը պետք է ունենա լիազոր մարմնից տեղեկանք, լիազոր մարմինը կրկին մենք ենք տվել Պարագայում միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը, ենթադրենք անձը փաստաթուղթը փոխանակման դիմում է ներկայացնում տվյալ օրը, որովհետև մեր աշխատանքային ռեժիմը լինելու է 8-ից 8, առավոտյան 8-ից երեկոյան 8-ը մինչև քվեարկության ավարտը, եւ մենք տալիս ենք անձը հաստատող փաստաթղթի փոխանակման պայմանին փոխարինող փաստաթուղթ։ Այս փաստաթղթով անձը կարող է ընդգրկվել քվեարկության օրը ձևավորվող լրացուցիչ ցուցակներում։ Սա է, կամ դատարանի որոշում։ Եթե կներեք, եթե քաղաքացու անձնագիրը վավեր է, բայց նա գալիս է Հայաստան հենց հունիսի 7-ի առավոտյան ընտրելու նպատակով, այս դեպքում դիմում է անձնագրային ծառայություն, վերցնում է տեղեկանքը, գնում է դատարան, ճիշտ եմ ասում քայլերի հերթականություն։ Այո, տվյալ պարագայում այլ տարբերակ չի լինի, քան դատարանի միջոցով ընտրելու իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելը, որովհետև հաշվառումը 1 օրում հնարավոր չէ իրականացնել, այսինքն որ այդ օրը դիմելու հաշվառման մենք դա չենք կարողանալու իրականացնել, բայց այստեղ եւս մի բարձաբանում ներկայացնեմ, որ շատ հաճախ տպավորությունն այն է, որ եթե անձը երկարաժամանակ Հայաստանում չի բնակվում, ապա պետք է չունենա հաշվառում, չնայած նրան, որ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքը այո ենթադրում է, որ մշտական բնակության մեկնողները պետք է դուրս գան հաշվառումից կամ ունենան հյուպատոսական հաշվառում, բայց այս կարգավորումը ճշգրտությամբ չի պահպանվում եւ մեկնողները միշտ չի որ հիշում են, որ հաշվառումից դուրս գալու պարտավորություն ունեն եւ ելի ոչինչ չի փոխվում, այսինքն նրանք տարիների վեր տասնյակ տարիներով պահպանում են իրենց հաշվառումը, այնպես որ պարտադիր չէ, որ ձեր նկարագրած իրավիճակը լինի, շատ ավելի հաճախ մենք ունենք իրավիճակ, երբ անձը վերադառնում է եւ առանց խնդրի ընտրում է, որովհետեւ ունեցած է լինում հաշվառում եւ ցուցակներում լինում է նրա անունը։ Եթե անդրադառնանք մեկ այլ իրավիճակի, եթե քաղաքացին հաշվառված է մարզում, բայց հունիսի 7-ին գտնվելու է Երևանում։ Ինչպես է լրացուցիչ դիմումը գրում, որտեղ է դիմում, հնարավոր է առցանց տարբերակով, թե պարտադիր է այցելել անձնագրային ծառայություն եւ այնտեղ դիմում ներկայացնել։ Կրկին երկու տարբերակով էլ դիմումները ընդունում ենք, ինչպես առցանց, այնպես էլ թղթային տարբերակով, որպես կանոն անձինք թղթային մոտենում են այն անձնագրային ծառայություն, որի սպասարկման ծածկույթում գտնվում է այն ընտրատեղամասը, որտեղ ցանկանում են իրենք իրացնել իրենց ընտրելու իրավունքը, ինչը շատ նորմալ է, սակայն էլեկտրոնային տարբերակով եւս մենք այդ դիմումները ընդունում ենք, կրկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի որոշմամբ սահմանված դիմումի ձև է, որը պետք է պատշաճ լրացնել եւ էլեկտրոնային ստորագրել, եթե անձը դիմելու է առցանց, կրկին դիմումի ձևը հրապարակված է ինչպես ԿՀ-ի կայքում, այնպես էլ մեր պաշտոնական կայքում եւ պարբերաբար մեր սոցմեդիա էջերում մենք հիշեցնում ենք ինչպես դիմել եւ հիմա այդ փուլն է, հիմա այդ դիմումները մենք ընդունում ենք, մենք նմանօրինակ դիմումներ ստանում ենք դեռ շատ վաղուց, երբ ընտրատեղամասերը դեռ ձևավորված չէինք կարող պարզապես տեխնիկապես ընթացք տալ, ապրիլի 23-ից ի վեր ընտրատեղամասերը ձևավորված են եւ այս դիմումները ընդունում ենք մինչեւ մայիսի 26-ը ներառյալ կընդունենք։ Մինչև մայիսի 26-ը ընտրատեղամաս ընտրելու, այսպես ասենք, հնարավորություն ունեն քաղաքացիները։ Դրանից հետո արդեն հնարավորությունը փակվում է։ Այո, դրանից հետո այլևս ընտրատեղամաս փոխելու հնարավորություն չի լինի։ Եվս մեկ փոփոխություն ունենք նախորդ արժանտրությունների համեմատությամբ, խոսքը հետևյալի մասին է, հիմա համայնքի ներսում բնակավայրից բնակավայր եւս հնարավոր է ընտրատեղամաս փոխել եւ մարզից դեպի Երևան, օրինակ Երևանի ներսում հնարավոր չի ընտրատեղամաս փոխել։ Հասկացա։ Իսկ ընտրատեղամասը ընտրելիս ինչպես է ընտրվում ընտրատեղամասը, եթե ես դիմում եմ ներկայացնում Երևանում քվեարկելու համար, ինչ սկզբունքով է ընտրատեղամասը։ Դուք պետք է դիմեք կոնկրետ ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու նպատակով, իսկ ընտրատեղամասերի բաշխվածությանն կարող եք ծանոթանալ այո կայքերում։ Եթե քաղաքացու 18 տարին լրանում է հունիսի 7-ի առավոտյան, նա կարող է մասնակցել ընտրություններին։ Եթե երեկոյան լրանա, եւս կարող է, այսինքն կարևոր է լրանա հունիսի 7-ի դրությամբ, եւ եթե հունիսի 7-ի ներառյալ հունիսի 7-ին լրանում է անձի 18 տարին նա արդեն կա ցուցակներում։ Լրացուցիչ ընտրացուցակները, քանի որ շարունակում են լրացվել մինչև քվեարկության օրվա ավարտը, դրանք նախապես չեն հրապարակվում եւ նշեմ, որ
հստակ սահմանված են այն դեպքերը, երբ անձը կարող է հայտնվել լրացուցիչ ընտրացուցակում, դրանք հիմնականում տեխնիկական սխալով պայմանավորված իրավիճակներն են, երբ անձը պետք է լիներ հիմնական ցուցակներում, սակայն չկա, այս տեխնիկական սխալի իրավիճակը եւս ծածկել է իրավակարգավորումը, եւ երրորդ առավել ունիվերսալ ու լայնորեն տարածված իրավիճակը փաստաթղթի ժամկետը լրանալու դեպքն է, որի մասին արդեն խոսեցինք եւ միևնույն ժամանակ օգտվելով առիթից խրախուսենք մեր քաղաքացիներին թարմացնել իրենց փաստաթղթերը, որովհետև դեռ ժամանակ կա, որպեսզի լրացուցիչ ընտրացուցակի ճանապարհով չգնան անձինք, այլ ունենան վավեր փաստաթուղթ տվյալ օրվա դրությամբ։ Կհասցնեն թարմացնել հաշվի առնելով նույնականացման քարտերի հետ կապված հարցը։ Դե կարող են անձնագրի համար դիմել իհարկե, բայց նույնականացման քարտերի համար տևական ժամանակի ունենք նաև կենթանի հերթի ձևաչափը նախկինում։ Գործում է, ինչ որ ձևով թեթևացան հերթերը այս դեպքում։ Այո, իհարկե, մենք կուտակում ունեցանք երկու փուլով, առաջինը նախորդ տարվա հայտարարագրով պայմանավորված կուտակումներ, որ մինչև հիմա դեռ առկա է, չնայած որ կարգավորումը փոխվեց եւ անձինք այլևս նույն հրատապությամբ ու առաջնահերթությամբ չեն մոտենում եւ իրենց ամրագրումների ներքո չեն սպասարկվում, բայց դրանից հետո ունեցանք երկրորդ փուլը, երբ ընթացիկ տարվա հունվարի 1-ից էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ կարգավորումը մտավ ուժի մեջ, որը կրկին ուրեմն հետաձգվեց մինչև 27 թվականի հունիսի 1-ը։ Այս ընթացքում մենք իհարկե արդեն կգործարկենք նոր կենսաչափական համակարգը եւ նոր պայմաններում անձանց կտրամադրենք այս փաստաթուղթը, բայց քանի որ ունենք իրավիճակ, երբ մարդիկ կատարել են իրենց ամրագրումները եւ չեն ներկայանում եւ մենք ունենում ենք ազատ ռեսուրս տարածքներում, մենք բացել ենք կենթանի հերթով սպասարկումը այս ծառայության համար եւս, մնացած բոլոր ծառայությունների գծով դա ունենք, այսինքն անձը մոտենում է ցանկացած անձնագրային ծառայություն եւ տեղում կենտրոնի միջոցով գնահատում է առկա կուտակումը եւ սպասելու ռիսկը վերցնելով սեփական ուսերին կարող է տվյալ օրվա ընթացքում սպասարկվել այնուամենայնիվ։ Անձնագրերի հետ կապված հերթեր կուտակումներ չկան, չէ՞։ Չունենք, մենք արդեն գրեթե 2 տարի իրավիճակը շտկել ենք եւ նախկինում այդ կուտակումները, որ մինչեւ հիմա երբեմն իներցիայով մեր քաղաքացիները հարցնում են, թե որքան ժամանակ շուտ է պետք հերթագրվել անձնագրի համար, մենք նույնիսկ ամռան բարձր սեզոնին, այո, արդեն երկրորդ տարին է նման իրավիճակ չունեցանք, հաշված օրերի ընթացքում է բաշխվում հերթը, կենթանի հերթը եւս առկա է, իսկ Երևանի ներսում նույնիսկ հատկապես անձնագրի համար չունենք պահանջ։ Հիմա նաև անչափահասների դեպքում եւս չունենք պահանջ։ Առաջին անձնագրավորման պարագայում եւս չունենք պահանջ, որ պետք է անպայման մոտենալ այն տարածքային բաժին, որը սպասարկում է տվյալ հասցեն, այսինքն անձը ազատ է ընտրելու իրեն հարմար հասցեն եւ կարող է հավելվածի միջոցով ստուգել, որտեղ որ տվյալ օրը իրեն հարմար ժամի կա ազատ պատուհան, իսկ դրանք շատ են, այդտեղ էլ մոտենալ եւ սպասարկվել անձնագրի դիմումները սպասարկվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կորուստի դեպք չէ։ Դուք ձեր խոսքի սկզբում անդրադարձաք, թե ովքեր կարող են մասնակցել համապետական ընտրություններին, խնդրում եմ մեկ անգամ եւս հստակեցնենք, արդյոք կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել համապետական ընտրություններին, ի տարբերություն թիմ ընտրությունների։ Ոչ, ի տարբերություն թիմ ընտրությունների, համապետական ընտրությանը մասնակցում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ շատ են այս մասին քննարկումները, բայց այս պահի դրությամբ համենայն դեպս մենք չունենք նաեւ ռեզիդենտության ցենզ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, այսինքն բավարար է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չափահաս, անձը ունի ընտրելու իրավունք եւ ճիշտ հակառակը, եթե անձը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նույնիսկ հատուկ կացության կարգավիճակ ունենալու պայմաններում նույնիսկ ազգությամբ հայ լինելու պայմաններում միևնույն է չունի ընտրելու իրավունք։ Շնորհակալ եմ, կա ինչ-որ հարց, որին կուզենայիք անդրադառնալ, մենք այս զրույցի ընթացքում չանդրադարձանք։ Ես կցանկանայի պարզապես ընդգծել, որ այս անճշտություն բառը շատ հաճախ շփոթ է առաջացնում, որ նախնական ցուցակները հրապարակելու իմաստը դրանք հնարավորինս ճշգրիտ պատկերի բերելն է եւ քանի դեռ մեր հաշվառման կարգը սա է, իսկ կարծես թե ավելի կարգ աշխարհում ավելի լավ ու կատարյալ կարգ աշխարհում հնարավոր է ապահովել միայն գեոլոկացիան մարդկանց ստուգելով եւ ավտոմատ այդ հաշվառումները իրականացնելով չկա ուղղակի դա ձեռքով աշխատանք է եւ հնարավոր չէ ունենալ մի պատկեր, երբ բոլորը որտեղ որ բնակվում են եւ դա էլ դեռ հարց է, արդյոք մեր քաղաքացիները համաձայն են, որ ինձ փաստացի բնակությունը պետությունը ֆիքսի առանց սեփական դիմումի, չի կարող ուղղակի լինել ընտրացուցակները այնպես ինչպես որ իրականում մեր բնակչության կառուցվածքն է ու բաշխվածությունն է եւ նախնական ցուցակների հրապարակման միակ գաղափարը դա է, որ մենք ընդունենք դիմումներ եւ բերենք ցուցակները այնպիսի տեսքի, իսկ վերջնական ցուցակները մենք մայիսի վերջին
վերջինն ենք հրապարակելու, որպեսզի որ դրանք պետք է լինեն քվեարկության օրվա դրությամբ։ Այս ընթացքում մենք մահացած անձանց դեպքին նաև չանդրադարձանք, որը եւս հաճախ է քննարկվում հատկապես մեդիատիրույթում, կրկին նույնն է իրավիճակը, եթե մահվան դեպքը չի ծանուցվել լիազոր մարմնին, մենք չենք կարող պարզապես տվյալ անձի անունը հանած լինել ցուցակից, իսկ մահվան դեպքը մեզ չի ծանոթվում, եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, կրկին ընտանիքի անդամները, հարազատները պետք է հոգան այս մասին, մոտենան եւ համապատասխան փաստաթղթերով ձևակերպվի մահը բնակչության պետական ռեգիստրում, որպեսզի ցուցակներում եւս շտկված պատկեր ունենանք։ Սա է մեր մշտական հորդորը այս փուլում մինչև վերջնական ցուցակների հրապարակումը կատարել համապատասխան շտկումները, օգնել մեզ, որպեսզի այդ շտկումները կատարենք։ Վերջնական ցուցակները երբ կհրապարակեք։ Մայիսի վերջին։ Մայիսի վերջ։ Շնորհակալ եմ, Ռադիոլուրն այսօր հյուրընկալել էր ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանին։